Սաղմոս 25. Ով Տեր, դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը, իմ Աստված, քեզ եմ հուսացած, թող չամաչեմ, թող իմ թշնամիները չուրախանան ինձ վրա, և ամեն քեզ սպասողները չեն ամաչի, բայց պիտի ամաչեն զուր տեղը անօրենություն գործողները։ Ցույց տուր ինձ, ով Տեր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները, առաջնորդիր ինձ քո ճշմարտությունումը և սովորեցրու ինձ, թե դու ես իմ փրկության Աստվածը։ Քեզ եմ հույս դրել ամեն օր։ Հիշիր, ով Տեր, քո ողորմությունները և քո քաղցրությունները, որովհետև նրանք հավիտյան կան։ Մի հիշիր իմ մանկության մեղքերը և իմ հանցանքները, այլ քո ողորմության պես հիշիր ինձ քո բարության համար, ով Տեր։ Բարի և ուղիղ է Տերը, սրա համար մեղավորներին սովորեցնում է ճանապարհը։ Նա առաջնորդում է հեզահոգիներին իրավունքի մեջ և սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը։ Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմություն են և ճշմարտություն նրա ուխտն ու վկայությունը պահողների համար։ Ով Տեր, քո անունի համար քավիր իմ անօրենությունը, որ շատ է։ Ով է այն մարդը, որ վախենում է Տերիցը։ Ահա կսովորեցնե նրան այն ճանապարհը, որ ընտրել է։ Նրա անձը բարության մեջ կբնակվի, և նրա սերունդը երկիրը կժառանգե։ Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որ վախենում են նրանից, և իր ուխտը սովորեցնում է նրանց։ Իմ աչքերը միշտ դեպի Տերն են, որովհետև նա կհանե իմ ոտքերը որոգայթից։ Ինձ մտիկ արա և ողորմիր ինձ, որ մինակ և խեղճ եմ ես։ Սրտիս նեղությունները շատ են, հանիր ինձ իմ վշտերիցը։ Մտիկ արա իմ խղճությանը և իմ ցավին, և ներիր իմ ամեն մեղքերը։ Մտիկ արա իմ թշնամիներին, որ շատ են, և անիրավ ատելությունով ատում են ինձ։ Պահիր իմ անձը և փրկիր ինձ, թող չամաչեմ, որովհետև քեզ եմ հուսացած։ Թող անարատությունն ու ուղղությունը պահեն ինձ, որովհետև քեզ եմ սպասում, ով Աստված, փրկիր Իսրայելին իր ամեն նեղություններիցը։